Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող նահատակած պուրակում տեղադրվեց մեր ժողովրդի հերոս նահատակների սխրանքը հավերժացնող մի նոր հուշակոթող, որպես այդպիսին այն երկրորդն է Հայաստանում, նվիրված Ասալայի 39-ամյակին, 39 եւ ավելի նահատակների հիշատակին։ Մեր տղաները աշխարհի տարբեր ծայրամասերում իրենց հանգիստը, իրենց ուսումը, իրենց ընտանիքը թողնելով մարտնչեցին այն անհավասար պայքարին։ Անհավասար պայքար, որը շատ դժվար էր, շատ դժվար, բայց իրենց արյունը թափելով հայ դատը, որը ինչպես Սրբազանն ասեց հունվարի 20-ին, որը 40-50 տարի առաջ եղել է սգո եւ սգո դարձրին պահանջատիրության օր։ Ասալան ոչ թե ուղակի գաղտնի հայոց բանակ է, այլև գաղափարախոսություն, որով յուրաքանչյուր հայ պետք է դասյարակի իր զավակին, քանի դեռ ապրում է գաղափարախոսությունը, պայքարն ու պահանջատիրությունը ավարտված չեն։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի տղաները դրանք այն քաջորդիներն էին, ովքեր հայկական պետականության գրեթե բացակայության պայմաններում ու պետականություն կար, բայց Սովետության կազմում էր որևէ քննություն չուներ եւ արգելված էր ամեն ինչ ազգային որևէ հարց բարձրացնելը, Եղեռնի հարցը, Հայաստանի ազատագրության եւ ընդհանրապես ազգային ամեն ինչը արգելված էր։ Նրանք այն քաջորդիներն էին, ովքեր այդ հարցը բարձրացրին եւ բարձրացրին իլուր ամբողջ աշխարհի եւ նրանց կատարած բոլոր գործողությունները այնքան նպատակային էին, այնքան կարեւորված, որ ամբողջ աշխարհը հայ դատի պաշտպանության անհրաժեշտության մասին իմացավ։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նահատակներին նվիրված հուշարձան կոթողը հպարտության նոր շարժառիթ է, ճակատն է մեր նախնիների, ովքեր հայ դատի պաշտպաններն են մինչ օրս, իր խոսքում նշեց Սուրբ Էջմիածնի ավագ միաբան Տեր Ոսկան arczepiskopos Գալթակյանը։ Մի ազգի մեջ քերակույն հպարտությունը ոչ թե կարող է հարուստ ունենալ, ոչ թե կարող է միայն իմաստուն ունենալ, այլ քերակույն հպարտությունը որևէ մարդ կարող է ունենալ, եթե իր անձը զոհում է հայրենիքի համար։ Վանաձորում Ասալային նվիրված հուշարձան կոթող ունենալու գաղափարը Պողոս Հակոբյանինն է, ում տևական փնտրտուքներն էլ հաջողությամբ պսակվեցին, նա կարողացավ գտնել համախոհներ բարի ու հայրենասեր մարդկանց, ովքեր էլ հանձն առան նյութական միջոցներ չունեցող երիտասարդի գաղափարը կյանքի կոչել, անվարձահատույց տրամադրեցին կոթողի քարը, զարդանախշեցին, լուծեցին տեղափոխման ու շինանյութերի հայթայթման հարցերը, օգնեցին ֆիզիկական աշխատանքով, քանդակագործն է Արա Հովանիսյանը։ Հուշակոթողն ինքնին նվեր է Ասալային, վանաձորցիներին եւ հայ ժողովրդին։ Սա նաեւ մեր համար շատ կարեւոր ինչ-որ երևույթ է, որ մեր ընկերները, մեր նահատակ ընկերները, ինչպես Երևանում Երապլուր, նույնտեղ եթե հաջող այցելենք այստեղ, գիտենք, որ նորեն հանդիպելու ենք մեր ընկերներին, մեր խաղապարագիչ ընկերներին։ Հուշակոթողի մոտ կատարվեց հոգեհանգստի կարգ գլխավորությամբ Գուգարաց թեմի առաջնորդի, մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը։ Հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին համակիրներ, երկրապահ կամավորականների միության անդամներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ։ Այստեղ ներկա են հայ գաղտնի բանակի նախկին զինվորներ, ովքեր ժամանակին գործողություն են կատարել, դատվել են եւ հետագայում տեղափոխվել Հայաստան։ Նրանցից մի քանիսն էլ դարձել են Արցախյան պատերազմի զինվորներ, իրենց մեծ լուման են դրել պատերազմի ժամանակ, հրամանատարներ են եղել, այդ թվում է նաև Մոնթե Մելքոնյանը, Գևորգ Գյոզալյան, Վազգեն Սիսիլյան։ Այսինքն հիմա էլ իրենք խաղաղ կյանքով ապրում են հայրենիքում, որին ժամանակին երազել են եւ այսօր էլ մեզ հետ են, մեր կողքին են։ Իսկ մենք մեր հերոսներին չգնահատել, չհիշել եւ մտածելից չբացատրել, թե մենք ինչպիսի հերոսներ ենք ունեցել, ինչպիսի մարդիկ ենք ունեցել, ինչպիսի անհատներ են եղել, որ նրանց մեջ ի ծնե հայրենասիրությունը բարձր է եղել։ Դրա համար սա երևի թե ուշ են սկսել, ավելի շուտ տյանային, որ մեր մտածելունդը մի քիչ լիարժեք
ինքը ինֆորմացված։ Ասալայի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումն ինքնանպատակ չէր, այն դաստիարակչական էր արդեն ոչ միայն իր գոյությամբ, այլև հուշերով, քանի որ ներկաներն իրենց իմացածն ու լսածն էին պատմում նաև Ասալայի գործունեության ու նրանց հերոսական պայքարի մասին։ Եղիա ջոկատը իր անձնակազմով մտավ եւ գրավեց Անկարայի Էսենպողը օդանավակայանը, դա մարտական զինվորական օդանավակայան էր, մի քանի հոգով այդ հսկայական օդանավակայանը գրավեց եւ պահեց որոշակի ժամանակ ու ամբողջ աշխարհին ապացուցեց, որ այո, հայերը այսպես տղամարդարի կռվել գիտեն։ Եվ երբ որ հրամանատարի տեսագրությունը լսեցին իր մահից հետո, իմիջիալոց նա, երբ որ բոլորը զոհվեցին, ինքը մենակ էր մնացել, նա ցույց տվեց, որ հա լավ հանձնվում եմ ու օղակ երբ որ նեղացավ, պայթեցրեց իր հետ միասին ոչնչացնելով շատ թուրքական բարձրաստիճան սպաների եւ նա ինչ էր գրել. Ների ինձ մայր իմ, որ այսքան վիշտ պատճառեցի քեզ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հիշատակի պուրակում ավելանում են հերոսացած հուշեր պատմող եւ հավերժացնող հուշակոթողները։ Մենք այդպիսի ժողովուրդ ենք, մեր ճակատագիրն է այդպիսին։ Նայինե Մաթևոսյան, Միք հեռուստաընկերություն։